իմ թեմայի վերնագիրը այսօր ընծայումն է, նվիրումն է։ Մարդկանց փրկության համար ինձ ու քեզ պետք է ընծայում։ Նվիրում է պետք։ Առաջինը ընծայում Աստծուն։ Երկրորդը հասկանալ, որ ընծայումից է սկսվում օրհնել Աստված։ Չի գա այզև բան եղնի, դու ընծայված ես, բայց Աստված քեզ չի օրհնել։ Ուրեմն մի բան է ինչի, որ մենք օրհնություն չունենք։ Գիտեք, օրհնություն, երբ որ խոսում ես օրհնության մասին, մարդը վրազ մտածում է, որ դա փող է, ունեցված կա, օրհնությունը դա ավելի մեծ հասկացողություն է, քան նյութական բաները։ Գիտեք, երբ որ Աստծուն նվիրվում ենք, դրա մեջ օրհնություն կա արդեն։ Նվիրում ենք դա գաղտնիքն է, երբ որ Աստված ուզում է օրհնել։ Աստված ինձ ուզում է օրհնել, Աստված քեզ ուզում է օրհնել։ Ընծայման մասին դեռ էլի շատ խոսքեր եմ խոսացել, Ծննդոց առաջի գլխից եմ հենց խոսացել, որ սկզբում Աստված է։ Գիտեք, երբ որ սկզբում Աստված չի, դա արդեն կասկածի տակ է դնում, որ քո կյանքը նվիրված է Աստծուն։ Գիտեք, երբ որ ուզում ենք մարդիկ փրկվեն, մենք պետք է սա հասկանանք, խի մարդիկ չեն փրկվում հենց մեր միջոցով։ Այստեղ ամեն մարդ իրան հարց է տվել, ինչի մարդիկ չեն փրկվում իմ միջոցով։ Հենց սկզբից ասեցի, որ ընծայումը պատճառ է, որ մեկը փրկվի։ Երբ որ մեկը փրկվում է, դա արդեն օրհնություն է։ Առաջի հերթին քեզ է օրհնություն, Աստված քեզ է օրհնում։ Երկրորդ հերթին օրհնում է նրան, ում փրկեց Աստված։ Երբ որ ես ընծայվում եմ, դա պատճառ է դառնում, որ մեկը փրկվի։ Գիտեք, մարդիկ գներ են վճարում, ինչի ենք ուզում, որ գներ վճարենք, նվիրվենք, ընծայվենք, ամեն ձևի աշխատում ենք, որ խոսանք նրա մասին, որ Աստված գա, Աստված օրհնի, ինչ-որ մեկը փրկվի, ինչ-որ մեկը փոխվի, զոհեր ենք անում, ծոմեր ենք պահում, աղոթքներ ենք անում, ինչ-որ ծառայություն ենք զբաղացնում կամ։ Խիչ են մարդիկ փրկվում, երբ որ մանավանդ մենք լավ ենք քարոզում այդ կամել, որովհետև ընծայում չկա։ Դու լավ քարոզում ես, բայց լավ ընծայված չես։ Ընծայումը կարևոր բան է։ Հավատացեք, այն ինչ որ այս հովիվը խոսած տեղից, Ալֆրեդը, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ դրանից հետո։ Երեք զանգեց ու հետս մի քիչ խոսած։ Հավատացեք, ես Աստծո հետ բաներ կա խոսում եմ ու Աստված գիտի, որ ինչ դրության մեջ եմ ես, ինչ իրավիճակի մեջ եմ ես։ Զանգեց ու այսև բան ասեց, ես միշտ Աստծուն ասել եմ ես կարամ այսև փոքր պատառիկներ տամ ու դրանից ավելի ես բան չեմ կարող անեմ, որովհետև ես տենց եմ տեսնում, ես այդ ձև եմ տեսնում, ես կամ փոքր պատառիկներ տամ։ Բայց երբ որ զանգեց ասեց, ես խնդրում եմ, որ դու չխոսաս, թույլ տուր ես անեմ լրիվ, դու կարաս պատառներ տաս, ինքը չգիտի ինչի մասին է խոսքը, թույլ տուր ես խոսամ, թույլ տուր ես անեմ, դու չգիտես իրանց մշակույթը, դու ասում ես մի բան, ինքը հասկանում է ուրիշ բան, ինքը ասում է ուրիշ բան, դու հասկանում ես ուրիշ բան, հասկանում եք լեզվային, մտածողության, ավանդույթների, ազգային, կոնկրետ մտածես ձև խառը կաշա կա, բայց մենք հայերին գիտենք, չէ, մենք հայերս հայերին գիտենք, ֆրանգներին գիտի, չէ, լորեցուն գիտի, գիտեք, անգամ ես փոքր Հայաստանում այսև շրջան մարդիկ գիտեն իրար, մենք լորեցիների այսև բաները գիտենք, տառականները գիտենք,
Լորեցիների լավ կողմերը գիտենք։ Ասում են միամիտ, բայց այդքան միամիտ բան չկա այստեղ։ Երբ որ ասում են լորեցի միամիտ, մի ուրիշ ռեգիոնում, դուք ես միամիտի տեղ մի դնի։ Նրանք գիտեն, որ ինչ են ասում, այդ դու չես հասկանում ինչ են ասում։ Միամիտ լորեցի, այդ ճակերտների մեջ այդ միամիտ բառը։ Գիտեք, երբ որ մարդկանց խոսում ենք, արդյունք չկա, մեկ էլ ասում ենք ինքը փրկվեց։ Մենք իրան բառացի ձև ապաշխարության աղոթք ենք տվել։ Ինքը բառացի ապաշխարության աղոթք արել ու ասում ենք փրկվեց։ Իսկ արդյունքում չփրկվեց, իսկ ի՞նչն է ապացուցում, որ փրկվեց։ Գիտեք, փրկված մարդը փողոցում չի մնում։ Փրկված մարդը չի գնում իր աշխարհի կյանքով ապրում։ Փրկված մարդու մոտ նշաններ են սկսում դրսևորվել, ծարավ է գալիս, վազում է եկեղեցի։ Առաջի բանը, որ եթե ավետարան չի ունենում, անպայման ուզում է, որ ինքն էլ ունեն ավետարան։ Կամ ուզում է ինչ-որ մեկից կարդա, որ նորից հետ վերադարձնի։ Ինքը սկսում է կարդալ կամ արդեն մղվում է, ձգտում է աղոթքին, ուզում է աղոթք անի։ Գալիս է եկեղեցի, պոչիցը այզև բռնած է ման գալիս։ Հասկանում եք, սա արդեն խոսում է մարդու մասին, որ ինքը վերստին ծնված է։ Կամ իր մոտ վերստին ծննդի նշաններ է տեղի ունենում։ Այսինքն հարց է ծագում, երբ որ իրանք փրկված են, բա ուր են իրանք։ Ես ուզում եմ, որ նվիրում գա մեր կյանքի մեջ։ Ես չեմ տեսել նվիրում, որը հետևանք չի ունենում։ Նվիրումից հետո է հետևանքները տեղի ունենում։ Այստեղ Ալֆրեդը մի հատ բառ ասեց առաջ անցավ, երբ որ բռնում ես Հիսուսին, սկսում է ամեն ինչ փոխվել։ Մատթեոս 6:33-ում գրված է սկզբում, բայց դուք սկզբում Աստծո թագավորությունը փնտրեք։ Սկզբում ինչը փնտրեք։ Աստծո թագավորությունը եւ նրա արդարությունը փնտրեք։ Երբ որ նվիրում է տեղի ունենում մարդու կյանքի մեջ, ինքը առաջի բանը իրան մենակ հետաքրքրում է Աստծո թագավորության բաները։ Իրան հետաքրքրում է միայն արդարության բաները։ Տեսեք, ասում է, առաջ դա ինձ համար ոչինչ էր, բայց ապաշխարությունից հետո արդեն ես դա չեմ կարող անեմ։ Վերստին ծնված մարդու մոտ կորչում է այդ բաները։ Ի հայտ է գալի ուրիշ նախասիրություններ, նվիրում է գալիս, գիշերներն է արթնանում, կարդում է այն մինչև դապացերի պուլսը, աղոթում է ինչքան որ հնարավոր է։ Իմ շատ ժամանակ, երբ որ ես աղոթում էի նոր էի վերստին ծնված, բերանից մեջ վերքեր էր լինում, ինքան աղոթում էի։ Ես չգիտեմ ում հետ է դա տեղի ունեցել, բայց կոնկրետ իմ բերանի մեջ մազոլներ էր եղնում, ինքան մազոլ էի անում աղոթքի մեջ։ Ու միշտ ասում եք, խի այս բանը տեղի ունենում ինձ հետ։ Մի կոփված է իմ բերանի ներսում ամեն ինչ։ Գիտեք, կարա եկեղեցու անդամ լինի մարդը, այո, կարա։ Այստեղ մարդիկ կան, որ իրանց համարում է եկեղեցու անդամ։ Բայց նվիրվածները քիչ են, որովհետև միշտ անդամները շատ են լինում, բայց նվիրվածները քիչ են լինում։ Նվիրում ունեցող մարդիկ քիչ են ժողովուրդ։ Անդամները շատ են, միշտ շատ են։ Անդամները շատ են, նվիրում ունեցողները քիչ են։ Ճշմարտությունը կայանում է նրանում, որ անհնար է նվիրված լինել Աստծուն, եւ դրա մասին ոչ մեկ չի իմանա։ Հենց ապաշխարեցի ասեցի, դե անենց կանեն ոչ մեկ չի իմանա։ Բայց մինչև ապաշխարությունը այդ մտքերով է եկել եկեղեցի, եկել Աստծուն։ Ես կապաշխարեմ ու կգնամ ինձ համար թաքուն կապրեմ։ Անհնար է որ դու նվիրվես Աստծուն ու դա չիմանան։ Գիտեք, հետո ապաշխարությունից հետո հասկացա, որ ես ուզում եմ բոլորին պատմեմ դրա մասին։ Ուզում եմ բոլորին քարոզեմ դրա մասին։ Ուզում եմ բոլորը իմանան դա։ Որովհետև դու սիրահարվում ես, երբ որ նվիրված ես։ Երբ որ դու մի բանին նվիրված ես, դու սիրահարված ես։
Գիտեք այն զույգեր կան երկու հատ, որ իրար սիրում են, հասկանում եք, իրանք իրար մասին են խոսում։ Գիտեք անգամ կարա ուրիշներին դա չհետաքրքրի այդ Ադելը կամ այդ Ռաֆոն, ոչ մեկին չհետաքրքրի։ Դա պայմանական անուն եմ ասում, բայց հասկանում եք, երբ որ դու սիրում ես այդ Ադելին, անգամ եթե իր անունը, ասենք, բերումով լինում է արեքնաս, բայց դու իր անունը եզև, իր անվան վրայով եզև քայլ ես անում, որովհետև դու իրան սիրում ես, դու չես նայում, որ ինքը վարդիթեր է։ Չի կարող սենց բան եղնի, դու նվիրված ես ու ոչ մեկ դա չգիտի։ Եկեղեցում մարդիկ կան, որ դպրոցներում են սովորում, չէ, երեխեք կան, պատաններ կան, երիտասարդներ կան, բայց գիտեք հետաքրքիրը որն է, որ համադասարանցիները չգիտեն, որ ինքը հավատացյալ է։ Իշո բան կռահում են, որ սա այլ մոլորակային է, բայց չեն կռահում, որ հավատացյալ է, որովհետև պահվածքը շատ տարօրինակ է, հավատացյալի նման է չի։ Գիտեք, ես նորից եմ ասում, որովհետև ընծայումը խոսում է նրա մասին, որ եթե այնտեղ 20 աշակերտ է կամ 15 աշակերտ է կամ 30 աշակերտ է, կապ չունի, դասարանը արդեն իրար է խառնել, քարոզելով, վկայելով, միգուցե դասարանում սկսվում է բոյկոտ, միգուցե դասարանում իրարանցում է տեղի ունենում, միգուցե դասարանում իրան ընդհանրապես ուղարկում են այն անկյուն, չեն շփվում իր հետ, միգուցե դասատուներն են լարվում իր դեմ, բայց երբ որ դու ընծայված ես, դու չես վախենում անգամ, որ քեզ դուրս կանեն, կամ քեզ հետ ընկերություն չեն անի, կամ չեն շփվի։ Գիտեք, ընծայված մարդուն անգամ սատանան է ճանաչում։ Չեք իմանում, որ ընծայված մարդուն սատանան գիտի։ Պողոսին գիտեմ, Հիսուսին ճանաչում եմ։ Չէ, նորություն չեմ ասում, երբ որ դու ընծայված ես, քո դասարանցիները կիմանան, քո աշխատանքի տեղը մարդիկ կիմանան, քո աշխատանքի տեղը սկզբից քո դեմ դուրս կգան դասարանում, բայց հետո կսկսեն մոտենալ, որովհետև հարցեր կունենան, կամ աղոթքի խնդրված կունենան։ Գիտեք, եթե դուք նվիրված չլինեք, դուք պրոբլեմի մեջ կհայտնվեք, որ ուզենաք իրանց համար աղոթեք։ Բայց եթե դուք նվիրված լինեք, դուք գիտեք, թե ում եք հավատացել։ Եվ գրված է Հոբի առաջի գլխի 9-րդ խոսքն, որ Հոբը աստվածավախ էր, գիտեք առաջի խոսքերից, արդար էր, աստվածավախ էր, չարությունից ետ քաշվող էր, բայց 9-րդ խոսքում գրված է, որ սատանան Աստծուն է բան ասում։ Միթե Հոբը քեզ զրի է ծառայում, Հոբը քեզ զրի չի ծառայում։ Եկեք տեսեք, որ Հոբը զրի էր ծառայում Աստծուն։ Հոբի նվիրումը արդեն Աստված օրհնել էր։ Երբ որ Հոբը նվիրված էր, Աստված իրան օրհնել էր, ամեն բաները օրհնել էր։ Հասկանում եք, իրան նվիրումը արդեն օրհնել էր։ Հասկանում եք, երբ որ դու նվիրված ես Աստծուն, Աստված է գալիս։ Երբ որ Աստված է գալիս, Աստված օրհնություն է։ Երբ որ սատանան է գալիս, որին դու նվիրված կլինես հանկարծ, քեզ կանիծի, քո հերը կանիծի, քո կյանքը կանիծի, քո առողջությունը կանիծի։ Դրա համար Հոբի համար սատանայի սիրտը ճաքում էր ուղակի։ Միթե քեզ Հոբը ծրի է ծառայում։ Այո, Հոբի նվիրումը անգամ սատանան գիտեր։ Քո նվիրումը մարդիկ են իմանում և Աստված գիտի։ Դու նվիրված ես, բոլորը գիտեն։ Նվիրված չես, ոչ մեկ չգիտի։ Ինչի չգիտեն մարդիկ, որ դու ով ես։ Որովհետև դու նվիրված չես։ Քո բարեկամների մեջ չգիտեն դու ով ես։ Ամեն, ճիշտ եմ ասում, թե չէ։ Էդ ինչ է այդ նվիրումը։ Դա նա է, որ ինքն առաջի միակ տեղում։ Ինքն առաջի և միակ տեղում։
Գիտեք, կարակ այսև հիմար թվալ մարդկանց համար, երբ որ խոսում եք Հիսուսի մասին, իսկ իրանք մտածում են, ես ինչ եմ մտածում, սա ինչ է խոսում։ Ես ինչ եմ ուզում, եւ սա ինչ է ինձ պատասխանում։ Գաղատացիների 2-րդ գլխի 20 խոսքը, Գաղատացիների 2-րդ գլուխ 20 խոսք։ Քրիստոսի հետ խաչի ելա։ Եվ էլ կենթանի եմ ոչ թե ես, ում հետ խաչի ելավ Պողոսը։ Սա Պողոս առաքյալն ասում։ Քրիստոսի հետ խաչի ելա։ Գիտեք, մարդը, երբ որ նվիրված է, իր հետ խաչի վրա է։ Եվ էլ ոչ թե ես եմ կենթանի, ապա Քրիստոսն է կենթանի մեջ։ Սա նվիրումից ծնված արդյունք է։ Ապա Քրիստոսն է կենթանի իմ մեջ, բայց ես հիմա մարմնովս ապրում եմ Աստծո որդու հավատքով, որ ինձ սիրեց, իմ անձը, իր անձը ինձ համար մատնեց, եթե ինքը իր անձը ինձ համար է մատնել, ես պետք է իմ անձը իր համար մատնեմ, ինքը նվիրվել է ինձ, ես նվիրվել եմ իրան, հիմա ես չեմ ապրում, ապա ինքն ապրում, եւ ես խաչը ելա Քրիստոսի հետ։ Առաջինը եւ միակ տեղը Պողոս առաքյալն ասում է Հիսուսն է։ Ձեզ հետաքրքիր բան ասեմ, դուք ձեր տներում ձայնազուրկ եք շատերդ։ Ասեք ամեն, ով որ ձայնազուրկ ասի ամեն։ Չէ, անկեղծ եմ ասում, ձայնազուրկ նշանակում է այդեղ քո խոսքը դեր չունի։ Դու ընդհանրապես դեր չունես այնտեղ։ Բա որ մենակ եմ ապրում։ Դա դու որոշի։ Այսինքն քո խոսքը կշիռ չունի։ Քո խոսքը դեր չունի եւ երբ որ միշտ քվեարկում են քո քվեարկությունը չի անցնում։ Չաղո դու սուս մնա։ Ճիշտ եմ ասում, թե չէ, դեմոկրատիա չկա ձեր տան մեջ։ Մենակ դու ես, ինչ-որ մեկն է ասողը։ Դա նշանակում է, որ դու ընծայում չունես, երբ որ դու ձայնազուրկ ես։ Քո խոսքը կշիռ չունի։ Քո հավատքը արժեք չունի։ Երբ որ դու ընծայվում ես Աստծուն, Աստված քո հեղինակությունը բարձրացնում է։ Աստված քո խոսքերին ազդեցություն եւ ուժ է տալիս։ Որտեւ դա գալիս է ընծայումից։ Գիտեք, դու կարող ես մի բանի ընծայվել եւ հետո մարդիկ տեսնեն, որ դու այնքան դրա ջատագովն ես դարձել, քարոզիչն ես դարձել։ Քո խոսքը լսել ես տալիս։ Գալիս ես եկեղեցի, բայց նվիրված չես։ Դու չի նշանակում, որ դու վատ մարդ ես, դու վատ մարդ չես, ուղղակի նվիրված չես։ Հասկանում եք, չկա վատ մարդ։ Ով է հասկանում, աշխարհում չկա վատ մարդ։ Եթե դուք գիտեք ինչի մասին եմ խոսում, ովքեր դասերին եղել են, դրա մասին խոսացել ենք։ Ուղղակի մարդիկ նվիրված չեն։ Դու լավ մարդ ես, բայց նվիրված չես։ Ինչի եմ ես ուզում, որ որոշները նվիրվեն, ավելի շատ նվիրվեն։ Ամբողջությամբ տրվեն, ամբողջությամբ, մտքերի մեջ Աստված է, մտքերի մեջ Հիսուսն է, մտքերի մեջ Աստծո թագավորությունն է, մտքերի մեջ պտուղ բերելն է, մտքերի մեջ մարդկանց փրկելն է, մտքերի մեջ ծառայելն է, մտքերի մեջ իրան երկրպագելն է, մտքերի մեջ եկեղեցին է, մտքերի մեջ ինքն է, աղոթքի պատճառը իր մտքերից բխողն է։ Ով է նվիրված մարդը, դա նա է, ով որ միշտ խոսում է այդ Հիսուսի մասին։ Ինչ կա էլի Հիսուսի մասին, դու հա խոսում ես, դու հա կարոզում ես Հիսուսին, դու հա պատմում ես իր մասին։ Հենց այդ իրանց կողքը ընկար էլ ասում են, աղբոր պես էլի մի խոսա էլի։
Այդ մասին մի խոսա էլի։ Դա խոսում է որ դու նվիրված ես, տրանսպորտում խոսում ես։ Չեմ ասում, գիտեք, այզև անկապ բաներ ես խոսում։ Հիմար բաներ ես խոսում։ Ասում ես տեղին եւ պատճառել ես գտնում խոսալու։ Պողոս Արաքյալը մտնում է Աթենքը մի տաճար եւ տաճարը մի սեղան է գտնում։ Վրեն գրված է լինում անծանոթ Աստծուն։ Հետո Պողոսին բռնում են, բերում ամֆիթատրոն, 20,000 մարդ է հավաքվում մի տալում, կոնֆերանս է դա։ Եվ որոշները, գիտեք, այզև անցնում էին այդ ամֆիթատրոնով, իմացան այսօր ծրի է տոմսերը։ Մտան ներս ու նստեցին, մեկը մեկին հարցեց, ով այս ինչ է խոսում, մեկն էլ ասեց, ես շատ գիտեմ, ինչ-որ բաներ է խոսում, թազա ուսմունք է բերե։ Հետո հարցնում են, ինչ ես խոսում, Պողոսն ասում էր, անծանոթ Աստծո զոհասեղան գտա ձեր տաճարներից մեկը, դրա մասին եմ խոսում, հասկանում եք բռնեց ես խոսքը, բռնեց ես իրավիճակը, բռնեց ես զոհասեղանի վրա գրվածը ու քարոզեց կենդանի Աստծուն։ Ժողովուրդ հասկանում եք, երբ որ դուք ընծայված եք, ձեզ Աստված իմաստություն կտա անգամ խոսալու ինչպես, որ ինքն է ուզում, կներգործի ձեր մեջ։ Ես հավատում եմ սրան, դուք կլինեք իր աջակիցը։ Այսինքն լինել հովանավոր, արդյոք դուք նվիրված եք, երբ որ ես նվիրված եմ, ես հովանավորում եմ իր ծառայությունը։ Իր ծրագրերը հովանավորողը հենց ընծայվող մարդն է։ Երբ որ դու ընծայված ես, դու իր ծրագիրները չես հովանավորի։ Անգամ մատով չես շարժի, որովհետև դա քեզ հետաքրքիր չի։ Դու իր պաշտպանն ես, ես չգիտեմ առաջ ես ոնց պետք է վարվեի սրա հետ, պաշտպանել թե չպաշտպանել։ Պաշտպանել իրան, թե չպաշտպանել։ Ես միտեղ եմ, Աստծու մասին խոսում են։ Ու վատ են խոսում։ Ինչ եմ անում ես։ Ինչ ես անում դու։ Գիտեք, հանկարծ իմանում են դու հավատացյալ ես, սկսում են վատ բաներ ասել Աստծուն։ Ինչ ես անում դու։ Փախչում ես։ Գլուխդ կողում ես հողի տակ։ Աշխատում ես այդտեղից թռնես։ Ինչ ես անում։ Ես չգիտեմ առաջ սա ինձ համար ուրիշ ձև էր։ Ես առաջ չգիտեի որ դիրքորոշումն է իմ դիրքորոշումը այստեղ ինչ պետք է ես անեմ, պաշտպանեմ, ինչ-որ մեկի ականջը կտրեմ, ինչ-որ մեկի աչքը հանեմ, թե ինչ անեմ, լավ։ Գիտեք, հետո Աստված սկսեց աշխատել ինձ հետ, որ ուրիշ տեղեր Աստծուն պախարակում են, պահի նրա անունը։ Տեր Աստվածը սուրբ պահեք ձեր սրտերի մեջ, պատասխան տալու նրանց, ովքեր հակառակ են կենում, որպեսզի ամոթով մնան իրանք։ Ասում է Պետրոս Արաքյալը։ Այսինքն Աստծուն պաշտպանությունը իմ գործի մեջ է մտնում, դա նվիրում է։ Թե վախկոտի մեկն ես դառնում, ուղղակի վախկոտի մեկն ես դառնում, ուզում ես փախնես այդտեղից, երբ որ Աստծուն ասում է, այս հավատացյալներն են։ Գիտեք, երբ որ մեկը այս բան էր անում երկար ժամանակ, ես իրան ասեցի հետևյալը մարգարեաբար, շուտով դու կշվվացնես, որովհետև վերցրեց եւ շվվացրեց, ասեց ինչ Աստված, ինչ բան շվվացրեց, գիտեք Աստված էլ է շվվացնում։ Գիտեք մարգարեների մեջ գրված է որ Աստված սուլելու է, շվվացնելու է, որ իր թշնամիները փախչեն։ Եվ շուտով շվվացրեց այս մարդը։ Պաշտպանում ես Տիրոջը, աջակցում ես Տիրոջը, հովանավորում ես Տիրոջը, հովանավորում ես իր ծրագիրը։ Գիտեք դա ինչ է նշանակում, երբ որ դու գնացիր միտեղ եւ Աստծուն ինչ որ մեկը ուզում էր ծխի էսև։ Եվ դուք հայտնվեցիք այնտեղ ու այդ հարվածը ձեզ տվեցին ուղակի։ Ով լսեց սա։ Ով հասկացավ ինչ ասեցի։ Նորից ասեմ, Աստծուն այնտեղ վարկաբեկում են, չարախոսում են, դատում են, բամբասում են, հայհոյում են, բայց դու այնտեղ հայտնվեցիր եւ ուդարը, հարվածը քո վրա վերցրեցիր։ Ով լսեց։ Գիտեք հավատացյալ մարդիկ հենց սրանք են ընծայված մարդիկ, ովքեր հարվածը կարող են վերցնել եւ պահել։
Գիտեք, ընծայված մարդը նա է, ով որ իր ուսը տալիս է տակը։ Այսօր պրոյեկտներ կա, ծրագիրներ կա, պլաններ կա, շատ ծրագիրներ կա այսօր, պլաններ կա, որ պետք է անել։ Բայց ինչ որ մարդ պետք է, որ իր ուսը դնի դրա տակ։ Ոչ մեկ մենակով չի կարա դա անի։ Ուխտի տապանակը վերցնող քահանաները իրանց ուսով էին բարձրացնում նա։ Աստծո ներկայությունը կրում են իրանց ուսերի վրա նվիրված մարդիկ։ Երբ որ ես նվիրված եմ Աստծուն, ես իմ ուսը տալիս եմ տակը։ Մերս ասում էր, ուսները տակը տված եկեղեցում մեր տղա տանում են։ Վարկաբեկը մեր ջղայնանը մեր խոսում էր, դատում էր, քննադատում էր, բայց իրանք ավելի ու ավելի են դիրքերի մեջ ամրանում, որ իրանց ուսը տան տակը։ Նույն գաղափարախոսությունն ես կրում, երբ որ դու նվիրված ես, ինչ որ ինքն է կրում։ Գիտեք, ունենալ նույն հայացքները, նույն գաղափարները, պաշտպանել իր դիրքը, պրոպագանդա անել, քարոզել, ջատագովել։ Այս երկրի վրա պետք է պաշտպանել։ Սենց մի բան, ելից 32 գլխım, ես երկար չեմ խոսա, բայց լրիվ կխոսամ, լրիվ կետերը կասեմ, ելից 32, 26, մի քիչ նախապատմություն անեմ նոր, Մովսեսը գնացել է լեռ, և 40 օր չկա, 40 օր հետո գալիս է Մովսեսը և տեսնում է, ժողովուրդը ոսկի հորթ է շինել իր համար։ Աստծուն դա դուր չի գալիս, իրականում դա դուր չի գալիս։ Մովսեսը ջարդում է իր երկու քայ տախտակները և նորից բարձանում 40 օր էլ։ Բառացի Մովսեսը 80 օր լեռան գագաթիներ ծոմապահությամբ, գեր բնական, երկու անգամ 40 ծոմ պահեց։ Եվ այստեղ 32 գլխի 26 խոսքը գրված է, որ Մովսեսը այն ժամանակ բանակից դուրս եկավ և կանգնեց այնտեղ և ասեց, ով է Տիրոջ կողմը, թող ինձ մոտ գա։ Ղևի բոլոր որդիները նրա մոտ հավաքվեցին և ասեց նրանց, Իսրայելի Տեր Աստվածը այսպես է ասում, ամեն մարդ իր սուրը թող իր մեջ կդնի բանակի մեջ դռնից դուրս անցնի և ամեն մարդ սպանի իր ընկերին։ Մենք փառք Աստծու չենք անում դա տենց, ձև չենք անում, բաներ է փոխվել, իրավիճակ է փոխվել, այլևս դու չես անում դա։ Աստծուն նվիրող մարդը, ով որ Աստծուն է նվիրվում, ասես թող գա իմ կողքը կանգնի։ Երբ որ մարդը Աստծուն է նվիրված, ինքը կանգնում է Աստծո կողմը։ Երբ որ մարդը Աստծուն է նվիրված, ինքը կանգնում է բոլոր այն արժեքների կողմը, որ Աստված ունի։ Ուզում եմ ընծայում գա եկեղեցու մեջ և նվիրում գա ամեն մեկի մեջ։ Ինք խոսացինք դրա մասին, ճիշտ է։ Գիտեք մեկ էլ ումից եմ շոկի մեջ, որ տեսակի մարդկանցից եմ շոկի մեջ, որ ոչ մեկի կողմն էլ չեն։ Ես խոսացի, որ ես ոչ մեկի կողմը չեմ, բայց ես Աստծո կողմն եմ, բայց մարդիկ կան Աստծո կողմն էլ չեն։ Որովհետև դա գալիս է սրանից, երբ որ դու բերանը ջուր ես առնում ու լռում ես, քո Աստծո մասին չես կարող կամ խոսաս կամ պաշտպանես։ Գիտեք, հետո շոկի մեջ եմ նրանցից, ովքեր ապրում են առանց սկզբունքների կամ ռիսկերի։ Ռիսկերը իր մեջ վտանգներ է պարունակում։ Ռիսկա չէ գալ ծառայել Աստծուն։ Ռիսկա չէ օրինակ զոհեր անել։ Ռիսկա չէ օրինակ մասնակցել այս զոհաբերությունին։ Մարդիկ կան այս վտանգները ուղղակի հաշվի են առնում ու չեն անում այդ ռիսկը։ Սա խոսում է ընծայման պակասի մասին։ Այնքան է մարդու ընծայումը շատ, որ
12-14 տարի խոշտանգվում է Ռումինիայի կոմունիստական Ռումինիայի բերթերը, Ռիչարդ Վուրբրանդի մասին է խոսքը, որ համաձայն է ամեն մի վկայությունից հետո մի հատ ծեծ ուտի։ Պայման է կազմում բանտապետի հետ։ Մի մարդ եմ վկայում եւ նրանք ասում են դու չես կարող վկայես, պայման են անում, ասում են մենք համաձայն ենք մի մարդու վկայես եւ մի անգամ ծեծ ուտես։ Քանի մարդու վկայության համար դու կարաս ծեծ ուտես։ Համարյա թե ոչ մեկի։ Սա ընծայում է, որ 14 տարի բերթում միևնույն ժամանակ ասում է ոչ այն մարդկանց, ովքեր ասում են մերժի Հիսուսին։ Ուրացի Հիսուսին ու դուրս կգաս։ Բերտից քեզ կանենք, հենց այսօրը։ Ընծայված մարդը կարա միայն կախված մնալ ժամերով մսի սառնարանները եւ Հիսուսին չուրանա։ Ընծայված մարդը կարող է միայն այսև ապրել, որ իրան ճաշի գտալով աղ լցնեն բերանը եւ օրերով ջուր չտան խմելու։ Ընծայված մարդուն կարող են միայն կերակուր տալ այն ամանի մեջ, որտեղ ինքը պետքա զուգարան գնա եւ դատարկի նոր ամանը լցնեն ճաշ առանց լվանալու։ Եվ այս գիրքը կարդալուց մի օր մի մարդ, հովիվ մարդ, ասեց, ես այս մարդու կյանքի իմաստը չեմ հասկանում, նպատակը չեմ հասկանում, սա ընծայման մարդ է Հիսուսին եւ պատրաստ է մեռնել, ոչ միայն չարչարվել, ապա մեռնել Քրիստոսի համար։ Մենք ինքան ճղճիմ արժեքներով ենք ապրում, որ ամեն ինչ, որ մեզ ռիսկերա կամ մարտահրավերն է, մենք վախենում ենք։ Ընծայված մարդը կարող է իր ընտանիքից էլ զրկվել, իր կնոջից էլ, երեխաներից էլ, հանուն Քրիստոսի։ Այս մարդը պատրաստ էր մեռնել, եւ մեռնել։ Եվ այս մարդը մահացավ 2000-ական թվականներին նոր։ Ես չգիտեի անգամ, որ հեռուստատեսությամբ խոսում են հենց Ռիչարդ Վուրբրանդի մասին աշխարհիկ նորությունները։ Ես չէի իմանում, ես հավատացյալ չէի։ Չէի իմանում, այս մարդը ինչ արի, ինչի համար են իրան բանտ դրե։ Մի քարոզ, մի ծեծ։ Պողոսը խոսում է այդ վտանգների մասին, այդ ռիսկերի մասին։ Շատ անգամներ ծովերից, շատ անգամներ անապատներով, շատ անգամներ ազգից, շատ անգամներ սուտ եղբայրներից, շատ անգամներ ծեծերով, բանտերով, սոված, մերկությամբ։ Այսօր մենք ինչից ենք բռնված, ինչից ենք կախված, ինչին ենք նվիրված։ Արդյոք Հիսուսն է դա, արդյոք Աստված է դա։ Ինչ-որ մեկը ամաչում է, մի ամաչ է, հանդիմանությունը ընդունի որպես քեզ ապաշխարություն, ապաշխարության պատճառը հանդիմանություն, հանդիմանություն վատ բան չի, ես միշտ խոսում եմ, ասեմ Տեր ինձ հանդիմանի իմ մեղքերը, ցույց տուր իմ մեղքերը, ցույց տուր իմ տառականները, հանդիմանի ինձ, թող ապաշխարություն գա իմ կյանքի մեջ։ Ես չեմ ուզում հավատացյալ լինեմ առանց ապաշխարության, առանց նվիրման։ Աստծուն նվիրված լինելը նշանակում է լինել իր պաշտպանը։ Ինչ է նշանակում Աստծուն նվիրված լինելը։ Նվիրված լինելուց մեկը աստեղ աշխենն ասեց, դա ազնվությունն է, դա անկեղծությունն է։ Լինել անկեղծ, լինել ազնիվ, Տիրոջ հետ եւ մարդկանց հետ։ Այսինքն չձևացնել, որ թե այդպիսի մի բան կա։ Գիտեք, նվիրված լինելը երևում է քո երեխաներից։ Գիտեք, սենց բան կա, ում են զանգել հեչ, վերցրելա, տեսելա, որ ով է զանգում իրան, երեխուն է տվել ասել, ասա մամա տանը չի։ Ում հետ է եղել է սև բան, որ երբևից է չեն վերցրել, ասել են պատասխանի, որ պապան տանը չի։
Գիտեք, քեզ թվում է թե դա ասենց զավեշտալի մի բան է, բայց հավատացեք այդ երեխին, որ ասում է, որ պապան ասում է, տանը չեմ, մաման ասում է, ասա, որ տանը չեմ, թեկուս կարած բռնվես, կարած չբռնվես, երեխին նախ եւ առաջ անկեղծ է խոսալու, բայց իմացեք այդ երեխան նայում է քեզ արդեն վատ աչքով, դա քո երեխան է, բայց արդեն քեզ չի հավատում, ասեմ երբ ենք մենք կորցնում երեխաներին, հենց այդ ժամանակ, երբ որ դու ասում ես ես հավատացյալ եմ, երեխեքդ գիտեն, որ դու հավատացյալ եմ, բայց դու ծոմ ես հայտարարել, բայց գալիս ես տուն մի հատ պերերիվ նորից հետ դառնալու եւ այնտեղ կոֆե ես խմում, եւ քո երեխաները լսում են, թե դու ասել ես քույրեր եղբայրներ մենք շարունակում ենք ծոմապահությունը ժամը 2-ից հետո դրամաստեղ որ հավաքվում են ոչ միտեղ ոչ մեկ չի գնում հենց այն ժամանակ որ դու եկար եւ հայտարարեցիր որ ծոմը շարունակվում է քո երեխային դու կորցրիր հենց այդ ժամանակ իրանք մեծացան իրանք ասուց հեռացան իմի ինչքան ուզում ես տանջվի իրանք հետ չես բերելու Երբ որ դու չարախոսում ես Աստծո մարդկանց քո երեխաների ներկայությամբ, դու հենց այդ պահին կորցրել ես քո երեխաներին։ Չհավատաս, որ իրանք նվիրում են ունենալու։ Ուր են քո երեխաները, որտեղ են ձեր երեխաները։ Ինչի Աստծո մեջ չեն, ինչի չեն ծառայում, որն է պատճառը։ Դու օրինակ չես եղել։ Ինչ լավ է, մարդ էլ կա ասում է, այս օրինակ չունեմ, խի չունես, քո կողքերի հարևանները քո քեզ են նայում, հեռադիտակով խոշորացույցով քեզ են նայում։ Եվ նայում են, թե դու հավատացյալ ես։ Գիտեք, ընծայումդ ավելի է իրական դառնում կամ արդիական դառնում, երբ որ հարցը հասնում է ֆինանսական գործարքի։ Եվ այդտեղ է երևում արդեն քո ավելի շատ նվիրումը։ Երեխեքը լսում են, մեր տանը երեխեքը լսում են։ Մենք ինչ ենք զոհելու, ինչքան ենք զոհել։ Մեր երեխաները չեն լսում երբեք, որ ինչ որ մեկը դատվում է մեր կողմից։ Աստծո մարդիկ դատվում են մեր կողմից։ Ընդհակառակը Ես գիտես է մարդ, որ ծոմ էր հայտարարում, հետո իջնում էր ներքև, կոֆե էր խմում, մառոժնի էր ուտում, աշխարհիկն են գինի էր լցնում։ Տեսեք մի բան եմ ասում ձեզ։ Եթե դուք աշխատում եք մի տեղ, որտեղ դարձել եք այդտեղի կոֆե էփողը, ու դուք հավատացյալ եք, փախեք այդտեղից։ Փախեք այդտեղից։ Եթե դուք աշխատում եք միտեղ, որտեղ ձեր շեֆի համար դուք պետք է գնաք սիգարետ գնելու, ծխախոտ գնելու, փախեք այդտեղից։ Հարց եմ տալիս, նվիրված մարդը երբևիցե մեկի համար սիգարետ կառնի, պատասխանս ոչ է։ Ինչ ես ապաշխարել եմ որևէ մեկի համար ծխախոտի չեմ գնացել։ Չեմ արել ալկոհոլ, երբեք չեմ արել այդ բանը։ Եթե դուք աշխատում եք միտեղ, որտեղ ավելի շատ ժամանակ եք տրամադրում այդ վայրին եւ վազում եք հա արաղ առնելու, հա սիգարետ առնելու, հա կոֆե դնելու, դուք ասում չեք կարող նվիրվեք այդ ձև։ Ձեր ասում նվիրումը կասկածելի է։ Որտեղ եք շատ ժամանակ, երբ որ օրվա մեջ, առօրյայի մեջ հայտնաբերում եք ձեզ, ինչի մեջ եք, ինչ մտքերի մեջ եք, ինչ խորհուրդների մեջ եք, սա խոսում է իմ ընծայման, չընծայման մասին։ Հետո զարմանում է մարդը, որ կարա բեմի վրա գա կանգնի, հարցնի, իսկ ծոմի ժամանակ գոնե մի հատ կոֆե չի կարելի խմել, որ պատասխանը ստանում է ոչ, ասում է ոնց ոչ, բա անալգին։
Անալգինե չի կարելի խմել, գլուխա ցավում, չէ՞ ծոմի ժամանակ։ Սովորացրեք ձեզ քչից ծոմապահություններ անել։ Սովորացեք քչից, ուղղակի քիչ ժամից։ Վերցեք մի 4-5 ժամ, 6 ժամ, 7 ժամ, 8 ժամ, 10 ժամ, 12 ժամ, հետո 24 ժամ։ Եթե գլուխը ցամը քնի մի հատ, վեր կաց։ Աղոթի ու կարդա։ Ստեղ ծոմ են պահում, ստեղ ներքև աշխարհիկն են գինի են լցնում։ Սա ես եմ տեսել ժողովուրդ։ Ոնց կարամ ես նվիրված լինեմ այլևս։ Ոնց կարամ ես նվիրված լինեմ։ Չէ որ սա տեսնում են քո երեխաները։ Ինչա տեսնում քո երեխան։ Ինչա լսում քո երեխան։ Դու ես իր օրինակը։ Ինչի է քո երեխան այսօր աշխարհում կամ տանը։ Ինչի քո երեխան քո հետ չի։ Սա խոսում է քո թեր անցայման եւ շատերի մոտ պատկերացում կա, որ իրանք ամենամոտն են Հիսուսին։ Ես չեմ ասում ես ամենամոտն եմ Հիսուսին, բայց խոսում եմ մոտ լինելու մասին, որ պետք է անցայվել եւ լինել առաջի հերթին օրինակ։ Չի կարա այս բան եղնի, ես քարոզում եմ բեմից, իշում մի բան, որ վնասակա, հետո գնում եմ տուն, իմ երեխեքին դրա վրա եմ նստացնում։ Գիտեք, ոչ Խորենը, ոչ Վանետը, ոչ Մարիան, երբեք մենք թույլ չենք տվել իրան չիպսեր ուտեն։ Թույլ չենք տվել։ Բայց դա չի նշանակում, որ ես քարոզել եմ եկեղեցում։ Չեմ խոսացել։ Չկա այդ մշակույթը իրանց մոտ, որ իրանք չիպսեր ուտեն, բայց այն երկուսի մոտ կան։ Բայց եթե պատկերացնում եք, ասեմ դա մեղ կա, իմ երեխաները գան, դրանից հետո, ասեն մենք չենք հասկանում, հիմա դա մեղ կա, թե մեղ չի։ Ես չեմ ասում դա մեղ կա, դա վնասակար առողջությանը։ Ուզում եմ օրինակն եմ ասում, օրինակն եմ բերեմ, որ դու ասում ես մի բան, եւ անում ես ուրիշ բան։ Դու ասում ես, որ Աստծո մարդկանց չպետք է դատել, բայց դու իրանց մոտ ես դատում։ Ես այսև հովիներ գիտեմ, որ իրանց երեխաների մոտ առանց մտածելու դատում են Աստծո մարդկանց։ Հետո մեծանում են ու այդ Աստծո մարդիկ դառնում են ատելի։ Իրանք պատանիներ են, կամ մի քիչ պատանի երիտասարդ են, բայց արդեն թարախ են շնչում։ Սա խոսում է ծնողների չընծայված մասին։ Դուք արդեն կորցրել եք, ինչ անցայումը։ Պետք է գա մի բան, որ դու պետք է ասես Տեր, ես ուզում եմ ազնիվ լինել, նախ եւ առաջ ինքս ինձ հետ, որովհետեւ դա հնարավոր չի դու անկեղծ ես քեզ հետ, անկեղծ ես Աստծո հետ։ Այդ ձև բան չկա։ Դու խափում ես քեզ, դու պետք է ուզենաս խափել Աստծուն։ Գիտեք, պետք չի ձև բռնել, թե անկեղծ եմ։ Պետք է լինել անկեղծ։ Արհեստական չլինել, իրական լինել։ Ուզում եմ իրական լինել, Տեր, ուզում եմ իրական լինել, աղոթել եւ ասել, այո, Տեր, դու գիտես, որ ես անկեղծ չեմ։ Դու գիտես, որ ես այստեղ խաղում եմ։ Իսկ այստեղ դիմակ եմ կրում։ Եկեք կարդանք մի մարդու մասին, սա շատ ուժեղ է, Բացեք Դանիելի 6-րդ գլուխ։ Որ դուք նվիրում եք ձեր կյանքը Աստծուն, ամեն ինչ պետք է պատտվի Աստծո 4 կողքերը, շուրջ։ Ով կա, որ դեռ չի ընկալում, որ ինքը ընծայված է, թե չէ։ Ընծայվում է, թե չի ընծայվում։ Ընծայում ունի, թե չի ընծայվում։ Նախ եւ առաջ այն աշխատանքը, որ քեզ կտում է Աստծուց, եկեղեցուց, դա Աստծուց չի։ Այս մեկը միշտ իմացեք։ Միշտ ասել ենք սրա մասին։ Դանիելի 6-րդ գլուխ 5-րդ խոսք։ Այս Բաբելոնում էլ անընդհատ մեր երկրի պես հիմար օրենքներ դուրս գալիս։
Եվ օրենքներն հնարել օրենքներն հանան, որ պետք է սրան ես թափին են, քարին են, արձանին են, հիմարին են, ոչխային պաշտես, բայց ստեղ մի մարդ կար Դանիել անունով, որը չէր ենթարկվում լրիվ այդ օրենքներին։ Նորմալ է, որ դու չես ենթարկվում հիմար օրենքներին։ Թող քեզ դատեն դրա համար, վախենում ես, թե սիրում ես քո երկրի Նաբուգուդոնոսորին։ Դա քո խնդիրն է, բայց ես ստեղ ուրիշ բան եմ տեսնում։ Ուստի այս մարդիկ ասեցին, մենք այս Դանիելին դեմ ամենևին գանգատվելու պատճառ պիտի չգտնենք, չենք կարողանում գտնել։ Ինչ Դանիելին։ Այս Դանիելին։ Գիտեք շատ Դանիելներ կան, բայց այս Դանիելը ուրիշ Դանիել է։ Նրանք փորձեցին, քննեցին, ստուգեցին, մանրակրկիտ զննեցին, լրիվ դոսիեն կարդացին, լրիվ գրառումները գտան, լրիվ նրա կյանք ու ձևը, նիստ ու կացը, լրիվ եւ եկան եւ հայտնաբերեցին այս, որ նրա վրա չեն կարողանում կեղտ բռնենք։ Այս Դանիելի վրա մենք չկարողացանք գանգատ գտնել։ Ինչա պետք անել ես Դանիելին բռնելու համար։ Ինչա պետք անել ես Դանիելին բռնելու համար։ Տեսեք Դանիելի նվիրումը այնքան խորն էր եւ ուժեղ էր եւ իրական էր, որ իր վրա կեղծ չեն կարողանում բռնել։ Նայեք ինչ ասում։ Մինչև նրան Աստծո օրենքի հետ կապված մի բան չգտնենք, օհո, բանից պարզվում է, այս հանձնաժողովը, այս բանսարկուների հանձնաժողովը, սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել, որպեսզի Աստվածաշնչով, Աստծո օրենքով գտնեն, թե որտեղ չի ճիշտ Դանիելը վարվում իր Աստծո նկատմամբ։ Աբսուրդ է, չէ՞։ Աշխարհիկները կարդում են, որպեսզի ինձ ու քեզ բռնցնեն։ Աշխարհիկները լսում են Աստվածաշունչ, կարդում են կամ քննում են, կամ ուսումնասիրում են, որպեսզի իմ ու քո վրա կեղտ բռնեն, իսկ դու միամիտ ասում ես Աստվածաշունչը կարդում։ Նայես թե ով ինչ մոտիվով է կարդում։ Մեկը կեղտ ձևով է կարդում, բայց չի իմանում, որ Աստված է իրան կարդում։ Ասեք որ լավ է։ Չգտան անցանք։ Չգտան։ Մի քիչ շարունակենք։ Հա, նվիրման մասի մի բան էլ ասեմ, հա։ Մենք ստեղ 2 ժամ, 2 ժամ ու կես, 3 ժամ ենք հազիվ լինում։ Ու զարմացած են, որ հավատացյալները, չէ, հավատացյալները չէ, ծառայողները դեռ ծառայությունը չպրծած ստարտի են, սպորտով ստարտի են նստում։ Հենց կրակեն, հենց ամենը դեռ, ամենի վրա եմ, արդեն ինքը դռան մոտ է, վարոտի մոտ է։ Սա ինչ նվիրում է, սա ինչ արհեստական նվիրում է, սա ինչ կեղծ նվիրում է։ Որ ասում եմ այսօր ստեղացի ենք, այսօր ստեղացի ենք։ Երկնքից ուր ես փախչելու, որ պաշտամունքը սկսվի ու չավարտվի։ Երկնքում հուր հավիտյան պաշտամունք է լինելու։ Մեկ ասես, այ ես տան անգամ գործեր ունեմ, այ ախպեր, ես ինչ ես խոսում։ Հավատացեք, ստեղ տանը ոչ մեկ գործ չունի։ Ստեղ տանը ոչ մեկ գործ չունի։ Այ հովի ջան, ոնց չունեն, կովը կթանը բրախել եկել ենք, բարա չմանდი եզը, են հորթը ընդեղա մազե բզբզնել։ Գիտեք, նինվեմ, երբ որ նինվեցիները պետք է ապաշխարեին, իրանք էլ իրանց անասումների հետ ծոմ պահեցին։ 3 օր բառաչում էին, 3 օր վայնասուն էր, 120,000 մարդ, և կռահեք շատերը անասնապահությամբ են զբաղվում։ Նրանց գոմերը, դաշտերը, ոչ մեկը, ոչ ջուր էր տալիս, ոչ աղ էր տալիս, ոչ խոտ էր դնում։ Նրանք մի անկի գոռում էին, բառաչում էին, երեխեքը լացում էին։
մի վայնասուն էր բարձանում երկին, Աստված ասեց, այս է իմ դուրը գալիս է։ Անասունով, բանով սաղապ աշխարեցին։ Իսկ Հովնանը չէր ուզում գնա նինվե։ Հովնանը փախչում էր նինվե։ Ես դա մասին մի հատ ուրիշ ծառայության կխոսամ, Հովնանի մասին կխոսամ մյուս մարդը շատ կարևոր է Սամսոնի մասին, ուժեղ է դա։ Խոսամ Նոյի մասին, խոսամ Դանիելի մասին, էլի խոսամ իրանց մասին։ Դրանք ուժեղ դեմքեր են։ Ժողովուրդ, ընծայում է միշտ դա ծարավ սիրտն է։ Միշտ ծարավ սիրտն է։ Մենք այստեղ երգեցինք վերջի երգը, ինչպես եղջերուն այդ ջրի վտակներին փափագում, այնպես իմ անձը կենթանի Աստծուն։ Սա ընծայված մարդու խոսքերը։ Ընծայումը բերում է ծարավ։ Ընծայումից ծարավ է ծնվում։ Դա Սաղմոս 42-ն է, առաջի խոսքն է, առաջի երկրորդ խոսքերն է։ Հետո Սաղմոս 63-ը կբացեք։ 8-րդ խոսք։ Չեք ձանձրանում, չէ՞։ Չեք օգնում։ Այսօր մի քիչ ուրիշ ծևի եմ խոսում։ Այսօր ուզում եմ մի քիչ հանգիստ կամ գաստամ, հասկանում եք։ Կան գազին սեղմենք։ 8-րդ խոսք։ 63 Սամոս 8-րդ խոսք։ Իմ անձս քեզ է հարում։ Ով լսեց։ Ձեր մոտ էլ այդ ձև գրած։ Իմ անձս քեզ է հարում։ Իմ անձս քեզի կհարե։ Քո աջ ձեռքը ինձ կպահի։ Իմ անձս քեզ կհարի։ Եվ քո աջ ձեռքը ինձ պիտի պահի։ Կարդացիք ու ինչ հասկացաք սրանից։ Երբ որ իմ անձս հարում է Աստծուն, Աստծո աջ ձեռքը պահում է ինձ։ Աստված պաշտպանում է իրան նվիրված մարդկանց։ Դու գիտեք, որ հրեշտակները ընդհանրապես աշխարհիկներին չեն ծառայում։ Չեն օգնում։ Օգնում են նրանց, ովքեր փրկության մոտ են եւ փրկվածներին։ Բա ինչ եք կարծում, եթե դու նվիրված չլինես, ո՞նց Աստված քեզ կպահի։ Իմ անձը ամենուրեն մի տեքստում գրված է, հետևում է քեզ։ Պատկերացնում եք, Դավիթը ասում է, ուր որ դու գնում ես, ես գնում եմ քո հետևից։ Ուր դու գնում ես, ես հետևում եմ, ես հետապնդում եմ քեզ։ Իմ անձս քո ետևից անգնում, երկրորդ թարգմանությունն ասում։ Ռուսերենում ասում է պրիլիպիլսը, իմ անձս կպավ քեզ։ Մագնիսի պես կպավ քեզ, իմ անձս։ Դուք գրեք Վանիկ աղբոր համար, Վանիկ աղբորը մեկ տանջի։ Ես Եբրայեցիներ 9-րդ գլուխ։ Եբրայեցիներ 9-րդ գլուխ 27-28 խոսքերը։ Եվ ինչպես մեկ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել։ Նկատեցիք չի ասում ծնվել, այլ միայն մեռնելու մասին է խոսում, որտեղ արդեն ծնված է, նրանից հետո դատաստանն է։ Նույնպես էլ Քրիստոս մեկ անգամ պատարագ մատուցվեց շատերի մեղքերը վերցնելու համար, բայց երկրորդ անգամ առանց մեղքերի պիտի հայտնվի փրկության համար, որոնք սպասում են իրեն։ Դուք չես կարա իրան սպասես, եթե դու ընծայված չես իրան։ Ես չեմ տեսել մարդկանց, ովքեր Աստծուն են սպասում, բայց ընծայված չեն։ Մեկն էլ կա ապրում է իր համար մեղքերի մեջ ու սպասում է հափշտակությանը։ Լավ բան է երազում, հասկանում եք։ Ոնց որ ես կարամ երազեմ ժարիտով կարտոշկի։ Տվող պետք է լինի։ Որոնք սպասում են նրա հայտնվելուն։ Փնտրտունքները միշտ սկսվում է կարոտից, ժողովուրդ։ Երբ որ դու կարոտում ես, դու փնտրում ես իրան։
Երբ որ ես քեզ չեմ կարոտում, ես քեզ չեմ փնտրում, ես քեզ չեմ զանգում, օրերով մոռանում եմ քեզ։ Օրերով մարդիկ մոռանում են Աստծուն, կարոտ չկա։ Օրերով մարդիկ մոռանում են իրանց Աստվածաշնչի տեղը։ Օրերով մոռանում են անձնական շփմանը Աստծո հետ։ Ես չեմ խոսում աղոթքի մասին։ Աղոթքը աղոթք է, բայց շփումը իր այդ դա ուրիշ բան է արդեն։ Օրերով։ Դուք գալիս եք ծառայության ու մտնում եք ձեր հիմար Instagram-ները ստեղ նստած։ Ձեր սատանական TikTok-ները։ Օրվա մեջ քանի ժամ ես հեռախոսի մեջ, քանի ժամ ես Աստվածաշնչի մեջ։ Ճիշտ բան ասեցի ոնց որ սաղը լռում են։ Քանի ժամ է թերթվում հեռախոսը, քանի րոպե է թերթվում Աստվածաշունչը։ Քանի թերթ է թերթվում Աստվածաշնչում, քանի թերթ է թերթվում հեռախոսում։ Սա վերաբերում է այստեղ սաղից, բոլորիս։ Սա խոսում է ընծայման եւ չընծայման մասին։ Հիմա սրանից հետո պետք է Աստվածաշունչ կարդալու բան դնել, պահանջ։ Ամեն մեկին եւ ստիպել եւ պահանջել ով ինչ կարդաց, որ գլուխը կարդաց եւ ինչ հասկացավ։ Այդ մեկը չտեիր ասի։ Դե ես ժամանակ չունեմ կարդալու։ Փնտրտունքները սկսվում է կարոտից։ Հավատացեք, ինչքան ուզում է դու աղոթես, ասես փոխի իմ միտքը, Աստված չի փոխելու քո միտքը։ Բայց երբ որ դու ասես փոխի իմ սիրտը, Աստված փոխելու է քո սիրտը։ Բայց քո միտքը պետք է նորոգվի, երբ որ սկսես կարդալ։ Եվ քո սրտի մեջ փոփոխությունները կսկսի ակտիվանալ, ավելանալ, շատանալ։ Եկեք գրազգանք շատերը Աստվածաշունչը չգիտեն։ Ծննդոցը որտեղ է, Ղևտացիները որտեղ է, Օրինացը որտեղ է, շատերը չգիտեն, Մարգարեները որտեղ են, հետո է այդ Ամոսն է, ով է, ում մասին ասում։ Ես սերիալի դերասանի անուն չեմ ասում, Մարգարեի անուն եմ ասում։ Դու գիտեք Ամոսի 9-րդ գլխը ինչա գրված։ Դու գիտեք Հովելի 3-րդ գլխը ինչա գրված, ամենավերջի խոսքը։ Գիտեք Գործք առաքելոցը քանի գլուխ ունի։ Երբ որ ասում են բացեք 151 Սամոսը, մարդիկ ասում են չգիտեմ ու ինչ եմ փնտրում այնտեղ։ Չգիտեն որ 151 հատ Սամոս չկա։ Շատերը չգիտեն ավետարանի հերթականությունը։ Ավետարանների հերթականությունը, որտեղից է սկսվում, որն է վերջում։ Մարդիկ չգիտեն Հովանեսն է սկզբում, Մարկոսն է սկզբում, Ղուկասն է վերջում, որն է առաջին, որն է սկզբում, որն է առաջինը, որն է վերջինը։ Շատերը չեն իմանում։ Շատերը չգիտեն Մատթեոս 5-րդ գլխում ինչ է գրված, որտեղ ամենալեգենդար քարոզն է, Լեռան քարոզն է։ Չգիտեն այդ մասին։ Շատերը չգիտեն, իրականում չգիտեն, որ ամենաշատ բժշկությունների սցենարները գրված են Մարկոս ավետարանում։ Շատերը չգիտեն, որ ամենաշատ առակները գրված են Ղուկասի մեջ եւ իրական պատմությունները գրված են Ղուկասի մեջ։ Շատերը չգիտեն, որ Ղուկաս ավետարանիչը գրել է նաեւ Գործք առաքելոցը։ Շատերը չեն իմանում, որ Մատթեոսն է սկզբից, հետո Մարկոսը, Ղուկասը եւ Հովանեսը, եւ հետո Գործք առաքելոց։ Գործք առաքելոցից հետո գալիս է ինչը։ Հռոմեացիներ, հետո 2 Կորինթացիներ, հետո Գաղատացիս, հետո Եփեսացիս, հետո ո՞րն է գալիս, Փիլիպեցիս։ Ժողովուրդ, դուք պետք է իմանաք Աստվածաշունչը անգիր։ Եվ պետք է կարդաք եւ իմանաք որտեղ ինչ է դրված, որտեղ ինչ է գրված, որտեղ ինչ է ասվում։ Ոնց որ դու կմտնես քո խոհանոց եւ կբացես եւ գիտես որ ստեղ աղն է դրված, ստեղ պերեցն է դրված, ստեղ էս համեմունքն է դրված, այս ինչ որ քունջ ու խոճապներում էլ ավլուկն է կախած, ես չգիտեմ, դուք գիտեք ձեր բաները։
Դուք պետք է Աստվածաշունչը այդ ձև լավ իմանաք, Աստվածաշնչյան, այս ներքին խոհանոցը պետք է լավ իմանաք, թե որտեղ ինչ է գրված։ Ես սիրում եմ կարդալ Թագավորաց առաջի, Թագավորաց երկրորդ, Թագավորաց երրորդ, Թագավորաց չորրորդ գրքերը։ Եվ այնտեղ մի քանի վատ թագավորներ կա, որոնց մասին առանձին է գրված։ Եվ այնտեղ գրված է թագավորների մամաների անուն, որ ահավոր մամաներ էին դրանք։ Դուք գիտեք դրա մասին, դուք գիտեք, որ երկու հատ մնացորդացներ կան։ Դա հնյաբանական գրքերն է, որը լավ կանեք կարդաք, որովհետև ամեն ինչ գրված թագավորացներում։ Եվ թագավորացում գրված է, որ Սատանան դրթեց Դավիթին, բայց կնեք մնացորդացում, բայց թագավորացում գրված է, որ Աստված իրան ասեց։ Եվ հակասությունը գալիս է երկու տեքստերի մեջ։ Դա գիտեք ինչի մասին է խոսում, որ շատերը միշտ կարծում են, որ դա Աստված է արել կամ ասել, բայց բանից բարձում է Սատանան է խոսացել կամ դրթե։ Դուք անցած ծառայություններում տեսաք, որ Դավիթ այնքան լացեց, որ վրեն ուժ չմնաց։ Բայց երբ որ Տիրոջը հարցրեց գնա, թե չգնա, Տեր ասեց գնա, հարցրեց ես կհասցնեմ, Տեր ասեց կհասցնես։ Երբ որ գնաց եւ օր ու կես պատերազմ արեց, դրանից առաջ գրված է, որ երբ որ բերեցին իրան մոտ այդ Թուրիմը խոսալու, որ Աստված ինչ է ուզում, մենք գնանք թե չգնանք, խոյրը բերեք եւ հարցրեց, գնանք թե չգնանք, Տեր ասեց գնացեք, գրված է իր Տեր Աստծով զորացավ ինքը։ Շատերը խեն թույլ, աղոթքի կյանքի մեջ թույլ են, որովհետև չկա ընթերցանություն, չկա Աստծո այդ շփում։ Ձեր աղոթքներից ես հոգնում եմ արդեն, ձեր մթնոլորտը այնքան ծանր է, դուք գայս եք առավոտյան աղոթքի չեք աղոթում, քնում եք ստեղ, ձանձրանում եք ստեղ, դուք Աստծո խոսքի հետ կապ չունեք, ընծայվեք Աստծուն, դուք կտենաք բաները փոխվում։ Արագություն է գալիս, թեթևություն է գալիս, ուժ է գալիս, իմաստություն է գալիս, լույս է գալիս է համարձակություն, հավատքն է բարձանում, իշխանությունն է բորբոքվում։ Դուք կտեսնեք այս բաները տեղի ունենում մի մարդու մեջ պրոցեսներ, ինչ որ մեկը այս ձև կա, այս ձև ապրում է, այս ձև էլ վերջացնում է իր կյանքը։ Սա խոսում է ինչ որ մի հատ մեռած վիճակի մասին, ոչ մի էմոցիա, ոչ մի երանգ, ոչ մի գույն, ոչ մի բուրըն իրավիճակ, ոչ մի ոգևորվածություն, ոչ մի բանի չի խանդավառվում, ոչ մի բանի չի հանգչում, ոչ մի բանի չի արտանում, ոչ մի բանի չի քնում, չգիտեմ ինչ է տեղի ունենում։ Ընծայումը լավ բան, ընծայումը ուժեղ բան է։ Եթե դուք ընծայվեք, դուք այն ժամանակ կհասկանաք, թե ինչի եմ ես այս ձև բաներ ասում։ Խի պետք է զոհաբերություններ անել։ Չընծայված մարդիկ, սա իրանց համար սուտ թեմա է։ Թողտերը բիզնեսմեններ բարձրացնի, իր ծրագիրները ֆինանսավորի եւ ես ձեզանից ոչ մեկից այդ բան չեմ ուզում։ Ես ուզում եմ ինձանից։ Ես ինձանից եմ պահանջում դա։ Ես ինձանից պահանջում եմ դա։ Մյուս կիրակի դուք կտեսնենք, թե ֆինանսները ինչի ձեզ չեն գտնում։ Այս տերմինը, որ ասեմ, դուք կզարմանաք, բայց սա զարմանալու չի։ Ֆինանսները փողը, ասեք ֆինանս։ Ում է թվում, որ ֆինանսները թափած են։ Ում է թվում, որ ֆինանսները երկնքից թափվում են։ Ում է թվում, որ եկուց առավոտ վեր ա կենալու ու ոսկի սլիտկե կա թափվածելու հայաթում։ Երկնքից մի հատ ինչ-որ իրավիճակ է փոխվել, երկնքից մի ավտոսամասվալ է եղնում։ Մի կին էլ կար է ձև էր հավատում, բայց ինքը չկա էլ եկեղեցում։ Որովհետև այդ ձև հավատքով ապրելը, որ հավատք չի, ֆանտազիայով ապրելը, վերջի իտոգում, վերջի հաշվարկում բերում է նրան, որ այդ մարդը սկսում է ասում չհետևալ։ Փողը, ասեք ֆինանսը։ Իմացեք մեկն միշտ ինքը անտեր չի։ Ինքը անտեր չի, ինքը Տեր է փնտրում։ Փողերը կան եւ նրանք Տեր են փնտրում։
Իսկ լիքը մարդ կա, ու չգիտի, որ ինքը կարա տեր լինի։ Խիան մամոնան կոչվում տեր Աստվածաշնչում։ Խի սատանան չի կոչվում տեր։ Խիա մամոնան կոչվում տեր։ Ինչի դու տեր չես։ Ինչի ֆինանսների տեր չես։ Ինչի ֆինանսները քեզ չեն ճանաչում որպես տեր։ Ինչի են ֆինանսները դառնում շատերի տերը, բայց շատերը չեն կարող ֆինանսի վրա տեր լինեն։ Ես խոսալու եմ սրա մասին։ Հասկանաք, որ երբ որ անգամ դուք տալիս եք ուրախությամբ չեք անում այդ ամեն ինչը, դա շատ բանի մասին է խոսում։ Մի 1000 դրամ այտել ուզում եմ, ուրախությամբ չեմ անում, էլի հով ջան, ուրախությամբ չեմ անում, էլի, որովհետև դու չես սիրում Հիսուսին, դրա համար ուրախությամբ չես անում դա։ Ուրախությամբ եմ անում, որովհետև սիրում եմ Հիսուսին։ Խանդավառությամբ եմ անում, որովհետև սիրում եմ Հիսուսին։ Հիսուս այսօր գալու է քո տուն։ Բոլորն ասին ամեն, լավ մի հատ սուտ բաներ մի խոսացեք գոնե։ Իմ նեղ սրտին ձեր սենց ուրախավ, այ Հիսուս եկա մեր տուն։ Հիսուսին կարաս նենց կոֆետաս, արժանապատիվ կոֆետաս, կարգին կոֆետաս։ Հասկանաք իրա պռիբորով, որ դու դրանից ես քեզ լավը զգաս։ Տունդ մարդ է գալիս գնում, հասկանում ես ոնց ես իրան պատվեմ, հյուրասիրեմ, պատկերացրա Հիսուս է գալիս քո տուն։ Ու դու շատ դժգոհությամբ ես անում դա։ Ու շատ նեղված ես անում ու աղոթում ես նստած, որ Հիսուսը գնա։ Այ Տեր Հիսուս, ես երբ տես Հիսուսը գնա։ Հիսուս գալիս է Ղազարոսի տուն։ Գիտեք, Հիսուս սիրում էր Ղազարոսի տանը հյուրասիրվի։ Իրա դուրը գալիս է այնտեղ հյուրասիրվի։ Տեղեր կա, որ Հիսուս սիրում է հյուրասիրվի։ Քո տուն գա ինչ անի, տունը չինվի։ Քո տուն գա ինչ անի։ Այ Հիսուս, ես ես սպասում եմ, որ դու գաս մի բան բերես ձեռիդ հետ։ Ձեր ման կա, չէ՞ որ հյուրա գալիս ո ինչ լավ այս հյուրն եկավ, այնա իրա բերածը դնենք դեմը հյուրասիրենք իրեն։ Հիսուս այդ ձև չի գալիս։ Հիսուս այդ ձև չի ուզում գա։ Նվիրված մարդու համար Աստծո սրտում երազանք կա, Աստված երազանք ունի նվիրված մարդուն օրհնելու համար։ Աստծո սիրտը հասանելի է ընդհանրապես միշտ իմացեք նվիրված մարդուն։ Այս ինչքան թուքումուր արեց այսօր ինձ։ Այս հենց ինձ ասում, հենց ինձ ասում։ Ինչ լավ է, որ քեզ չեմ ասում, ու Աստված է քեզ ասում դա։ Կիրակի օրը մեր աղբերը ինձ այս բան ասեց Գևորգը։ Ասեց սաղ այդ խոսքերը ինձ էր վերաբերում, սաղ այդ խոսքերը ինձ էր վերաբերում, սաղ այդ խոսքերը ինձ էր վերաբերում։ Հետո գնացինք շփման են աղբերներից Անդրանիկ ասեց ամեն մի խոսք այսենց ինձ էր ասում, ինչ լավ է, որ ոչ նրան է ասում, ոչ նրան է ասում, ես ինձ եմ ասում։ Բա որտեղից գիտես, բա չգիտեք, որ ձեր պատուանների տակ եմ գիշերներ անցկացնում, լսում եմ ձեզ, ամենքի լսում եմ, ով ինչ արեց, ով ինչ խոսաց։ Նվիրված մարդը ճանապարհորդում է։ Աստված իրան ճանապարհորդություն է տալի։ Իրան արկածային ճանապարհորդություն է տալիս։ Հով ջանից ծով ես գնում, չէ, ժողովուրդ դա մասին չի խոսքը։ Դա գրված է Մարկոս 16:20-ում։ Եվ գրված է, որ նրանք դուրս եկան գնալու։ Եվ Տերը նրանց հետ համագործակցում էր հրաշքներով եւ նշաններով։ Տերը ճանապարհորդություն է տալիս քեզ։ Արկածներ է տալիս։ Տերը նվիրված մարդուն իշխանություն է տալիս եւ կանչեց իր մոտ աշակերտներին եւ նրանց իշխանություն տվեց։ Եվ հետո նրանք վերադարձան ու ասեցին. Տեր, դևերը քո անունով մեզ հնազանդվում են։ Հիշում եք այս պատմությունը։ Նվիրված մարդուն է իշխանություն տրվում դևի վրա։ Չնվիրված մարդուն ինչ իշխանություն տրվի։
Չնվիրված մարդիկ հիշում եք այդ Սկևայի 7 տղերքը։ Գնացին դև քշելու աղբերներով։ 7 աղբեր էին։ Եվ սկսեցին դևի հետ զրույց անել, խոսալ, քշել, ուզենալ քշել, փորձել։ Դևը մի լավ զղկեց սրանց 7-ին էլ։ Տկլոր, ճղտոտված, պատրված շորը փախան դուրս։ Եթե դուք նվիրվեք Աստծուն, Աստված ձեր համբավը կբարձրացնի։ Ձեր համբավը կբարձրացնի։ Օրինակներ պետքա ձեզ դրա համար, թե չէ։ Աբրահամը իմ ընկերն է, ասում է Տերը։ Աբրահամը իմ ընկերն է։ Աբրահամը իմ բարեկամն է։ Աբրահամի ես հավատում եմ։ Աբրահամի ես կկիսվեմ, Աբրահամի ես կասեմ։ Գիտեք, Աբրահամը նստած է իր վրանի մոտ եւ Տերը եկավ երկու հրեշտակներով։ Հիշում եք այդ պատմությունը։ Բոլոր դետալները ուշադիր կարդացեք, հետաքրքիր բան է գրված։ Երկու օր առաջ, այս տեսարանը աչքիս առաջ էր, որ Աբրահամի մոտ եկավ Աստված, մեջտեղին ինքն էր։ Հրեշտակներ էին, աջ ու ձախ կողմից եկան, նստեցին, կերան իր հետ։ Աստված կերավ։ Սա զարմանալի է, ճիշտ է։ Բայց իմ համար զարմանալին ուրիշ բանի մեջ է։ Գրված է, որ ելան, հացից ելան, այն երկու հրեշտակը գնացին, Աստված մնաց։ Նկատել եք այս խոսքը։ Աբրահամի հետ սկսեց շարունակ զրուցել, խորը զրույց, Աբրահամը սկսեց նամյոկներով խոսալ։ Բայց ասենք ենթադրենք այդ տղեկը, որ գնացին, հրեշտակները, ենթադրենք դրանք գնացին վառեն այդ Սոդոմ Գոմոր պաժար տան։ Բայց ասենք ենթադրենք էլի այնտեղ հավատացյալ մարդիկ կան։ Դու նրա այս սև հարցեր կա, չէ՞, որ մենք հարցեր ենք տալի։ Հարցը տալիս է իրա վրա, բայց միանում թե չի ուզում ասի, որ իրա մասին է, բայց իրա մասին է, էլի, հասկանում եք, Ղովտի մասին է, իրա աղբորտու մասին է, ենթադրենք այնտեղ մի 50 հատ հավատացյալ կա։ Աբրահամը հույս ունի, որ Ղովտը այնտեղ լիքը հավատացյալներ ունի։ Աստված ասեց, դե եթե 50 հոգին ունի, ես չեմ անի տենց բան։ Աբրահամը մտածեց, ասեց, կարող է քիչ լինի, մի քիչ։ Ասենք թե ենթադրենք 20 հոգի այնտեղ, լավ։ Էլի 20 հոգուն այդ արդարներին է սաղի հետ պետք է երկու քաղաք պաժար տաս։ Աստված ասեց, թե չէ, ես 20 արդայի խաթեր այդ երկու քաղաքը վառում եմ։ Հետո Աբրահամը մտածեց, կարող է 10 հոգի են մնացել։ Բա 10 հոգու համար, ախր մի հոգի էլ հազիվ է, դե մի հոգի հազիվ է, էլ նիրիբը նիմյասը, սալատ վիճակա։ Նկատել եք, նվիրված մարդու մոտ Աստված է գալիս։ Չնվիրված Ղովտի մոտ հրեշտակներ գնացին, որ փրկեն։ Հետո գոռում ենք, Աստված ջան, Աստված ջան, Աստված ջան։ Աստված ուզում է քո նվիրումը տեսնի։ Աստված ուզում է քո խոնարհությունը տեսնի, քո ունցայումը տեսնի։ Գիտեք ինչ ենք խոսում մենք, մեր բերանը բացում ենք, ինչեր ենք խոսում։ Հասկանում եք, ինչեր ենք խոսում։ Մեր խոսքերը մեզ մատնում են, որ մենք ինչ ենք խոսում, ինչի մասին ենք խոսում, ում ենք անիծում, աջ ու ձախ։ Եկեղեցում կարանք սաղս հավատացյալ լինենք, այստեղ մթնոլորտ կա ժողովուրդ, գալիս է ու դու դառնում ես հավատացյալ։ Լեքսիկոնը դա փոխում մտածելակերպը, չի կարելի, բայց դուրս ես գալիս, ստեղից դուրս ես գալիս։ Գիտեք, ինչքան հեռանում ես ստեղից, այդքան այդ բանը քո վրից հեռանում է, երբ որ սիրտդ ուղիղ չի։ Գնում ես տուն, հայտնաբերում ես, որ դու քո անեծքների հետ ես, դու քո սերիալների հետ ես, դու քո, չգիտեմ, ընչերի մեջ ես, որ ամեն օր ավելի շատ ես դրան նվիրված, քան Աստծուն։ Շատերի անոթը ճաք է տվել, ճաք, եւ արտահոսք կա,
օծության, զորության, հավատքի արտահոս կա։ Նվիրումը պահում այդ բանը իր մեջ։ Նվիրումը դա պլոտնի կարասա, պլոտնի զև այդ մեխնա, այդ կաշինա, որ իր մեջ պահում է քինին։ Կարոզելը բարդ է ժողովուրդ, կարոզելը բարդ է, երբ որ դու ընծայված չես Աստծուն։ Դա քեզ միշտ փակուղի է տանում։ Դու խոսում ես, կարոզում ես, ուզում ես կարոզես, բայց նվիրվեք, տեսեք Աստված ձեզ 5 բառ կտա, 5 խոսք կտա, և 5 խոսքերն է ելքեր ցույց կտան։ Ռիչարդ Վուրբրանդին անդրադառնալով ավարտեմ իմ խոսքը։ Վերցրել են Աստվածաշունչը Ռիչարդ Վուրբրանդից, բնականաբար կոմունիստների մոտ դա չի անցնում։ Վերցրե պատրե այրե կամ չգիտեմ որտեղ արխիվ են գցե։ Բանտի խցում 24 ժամ օրեր շարունակ պրոպագանդա գնում։ Կոմունիզմը միակ ճշմարտությունն է։ Հավատացյալները հիմար են, Աստված չկա, Աստված մեռել է, Աստված մոռացել է, էշություն։ Ու էզև այս ցայնագրությունը 24 ժամ բանտի խցի մեջ։ Վուրբրանդն ասում է, դա ուղեղի լվացում է, բառից բուն իմաստով ուղեղի լվացում է։ Եվ ասում է, Աստվածաշնչի շատ տեղեր ջնջվել է իմ հիշողությունից, մտքից արդեն։ Ջնջվել է, Աստվածաշնչի են թե տարական, թե հզոր, թե ազդեցիկ տեղեր, լրիվ ջնջվել է իմ մտքից։ Բայց մենակ Հիսուսն է իմ մտքի մեջ մնացել, Հիսուսը։ Հասկանում եք ժողովուրդ։ Քո սերը, նվիրումը, ամեն ինչ կջնջվի բացի Հիսուսից։ Եվ ասում է, ես օրեր շարունակ ասում էի, մենակ եթե էի կարողանում ասել, Հիսուս, սիրում եմ քեզ, Հիսուս, սիրում եմ քեզ։ Գիտեք, երբ որ դուք նվիրված եք Հիսուսին, ոչ մի բան չի կարա պոկի և մեկ աղոտ կարա մնա, Հիսուս, սիրում եմ քեզ։ Եվ մեկ օր ասում է, գեղեցիկ օր ասում է, փանտի մեջ Հիսուս այցելեց ինձ։ Ասում է, ես իսկական ազատությունը, ասում է, դա էր, որ ես հասկացա, վերջապես հասկացա, որ դա է ազատությունը, որ Հիսուսն է գալիս, Հիսուսն է ազատում։ Փանտի ճաղերը ոչինչ են, երբ որ Հիսուսն է գալիս։ Եվ ասեց, Ռիչարդ, եթե կուզենայիր իմանալ, թե ես քեզ որքան կսիրեմ, որովհետև դու չուրացար իմ անունը։ Չուրանալ Հիսուսին, դա նվիրման հարց է, ճանաչողության հարց է։ Ես ճանաչում եմ իրան, ես նվիրված եմ իրան, ես չեմ ճանաչում իրան, ես չեմ կարող պաշտպանել իրան, ես չեմ կարող անել դա։ Մյուսը